Եկեք այսօր էլ ձեզ ներկայացնեմ երեխաներից ճամպրուկի պարունակությունը։ Երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի հասկանամ, որ անիմաստ ավելորդ իրեր չարժ վերցնել։ Քանի որ Ադելը փոքրիկ է, օրվա ընթացքում նախատեսում եմ 2 լուք։ Համապատասխան այդ լուքերի վերցնում եմ տաբատները, բլյուզները եւ մնացած այլ իրերը։ Այս սեզոնին պարտադիր վերցնում եմ տաքուկ ժակետ ու ժիլետ, դեռ վերցնում եմ օրվա քանակով մի փոքր էլ ավել տակդիրներ եւ իհարկե փոքր տարաներով խնամքի միջոցներն ու պարագաները։ Պարտադիր վերցնում եմ առաջին օգնության դեղամիջոցները։ Իմ թիթիզիկի համար մազակալներ եւ վերջ երեխաներից ճամպրուկի մի մասը արդեն պատրաստ է։ Հավաքենք ճամպրուկի մյուս մասը Միքայելի համար։ Ճիշտն ասած ամեն անգամ Միքայելը ասում է, որ իր համար առանձին ճամպրուկ վերցնենք, բայց դեռ մինչև հիմա չունի։ Ոչինչ, այդ սխալը կուղենք։ Քանի որ Միքայելը արդեն մեծ է, ամեն օրվա համար վերցնում եմ 1 սեթ հագուստ։ Վերցնում եմ նաեւ իր ամենասիրելի խաղալիքները եւ ճամպրուկի մյուս մասը եւս պատրաստ է։ Իդեպ այսպես հավաքած իրերը չեն թափթփվում։ Իսկ հետ վերադառնալուց ընդամենը 10 րոպե անհրաժեշտ, որ ամբողջ իրերը նորից հետ հավաքեմ։ Իսկ թե ինչու ենք գնում գյուղ, կներկայացնեմ հաջորդ